Շնորհակալություն, պարոն Թորոսյան, շնորհակալություն զեկույցը ներկայացնելու համար։ Իրականում Տիկին Վարդանյանը արդեն խոսեց այն թեմաներից, ինչից ես ցանկանում էի խոսեի։ Մեր հենց կառավարության քաղաքականությունն էլ է հենց աղքատությունը հաղթահարել աշխատանքի միջոցով, դուք էլ հաճախակի լսում ենք հարցազրույցներում տարբեր առիթներով խոսում եք, կարևորում եք աշխատանքը։ Այս առումով ուզում եմ իմանալ, ինչ զբաղվածության նոր ծրագրեր արդյոք նախատեսվում են 2026 թվականին։ Մենք նախորդ տարիներ ունեցել ենք տարբեր զբաղվածության ծրագրեր, բայց ցավոք մասնակցությունը շատ քիչ է եղել եւ եղել են անգամ ծրագրեր, որին ոչ մի մարդ չի դիմել եւ փակվել են այդ ծրագրերը։ Ուզում եմ, քանի որ դուք էլ նոր թարմություն եք բերել այս նախարարություն, ուզում եմ տեսնել այսօք այդ առումով նոր մտքեր, նոր ծրագրեր կան թե ոչ, եւ եւս մեկ առաջարկ այն անձինք, ովքեր անապահովության նպաստ են հաստանում եւ աշխատունակ են, եթե մի քանի անգամ որևէ աշխատանք է տրամադրվում եւ նրանք հրաժարվում են աշխատանքից, միգուցե պետք է ուղղակի արդեն 3 անգամից է դա։ Հա, այս պարագայում ես ուզում եմ իմանալ նոր շունչ, նոր ծրագրեր, այստեղ մենք ունենք ծրագրեր տարբեր, հա, այդ անհուսալի վարկերի ծրագրը, որ բերում ենք էլի աշխատաշուկա, տարբեր ծրագրեր ունենք նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, բայց նաև այլ ծրագրեր, ովքեր որ այդ ոչ մի հա այդ խմբի մեջ չեն մտնում, բայց փաստացի աշխատանք էլ չունեն։ Կարծում եմ այս ուղղությամբ պետք է մտածենք եւ երկրորդը նաև մյուսը նաև վերաբերվում էր դայակի ծրագրին։ Մենք ունեցել ենք դայակի ծրագիր, ինչը բավականին հա լավ ծրագիր էր, բավականին լավ արձագանքներ ենք եւ անդադ քաղաքացիներից լսում ենք, թե ինչքան կարեւոր ու լավ ծրագիր էր, թեկուզ ինչ որ չափով, եթե ամբողջությամբ չէր փակում դայակի ծախսը, ապա ինչ որ չափով մեծ բեռից ազատում էր եւ հատկապես միայնակ մայրերի համար նաեւ հնարավորություն կտա, որ նրանք նաեւ աշխատաշուկա մտնեն կամ վերադառնան իրենց հին աշխատանքին։ Այս երկու կոմպոնենտը, որ նաեւ հենց անմիջականորեն կախված է աշխատանքի հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Պողոսյան։ Ես ինչ որ չափով իհարկե կհամաձայնեմ ձեր հետ, որ արդեն ասացի, որ մենք մեր զբաղվածության բլոկը պետք է չասեմ ռադիկալ, բայց տենց էականորեն վերանայենք։ Նոր ծրագրեր իհարկե կան եւ նույն օրինակ այդ անուսալի վարկերի շարունակությունն էլ է այս տարի սկսված եւ մյուս տարի շարունակվող ծրագիր, որը երկու հարց է լուծում, նախ ֆորմալ զբաղվածության դաշտը բերում էր քաղաքացին եւ նաեւ դրթում է աշխատել կրկին ֆորմալ, որպեսզի նրանք համալրեն աշխատաշուկան, ընդհանրապես աշխատուժը եւ չմնան տանը չաշխատած վիճակում եւ նաեւ հարկեր գեներացնեն։ Մենք ստեղ ունենք մի ծրագիր, օրինակ էս 12025-ը, որը 25 թվականին չի եղել եւ նաեւ 12026-ը անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում եւ զբաղվածության ապահովման ծրագիր 400 մոտ միլիոն դրամ եւ անապահովության գնահատման համակարգում անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրում, եւ որ այսինքն իրանք կկատարեն հանրօգուտ աշխատանք, բայց նաեւ դրա համար կվճարվեն ոչ այդքան ցածր թվով, հիմա եթե չեմ սխալվում ժամը համախառն 3500 դրամի մասն էր խոսքը, այդ ծրագիրը նոր է սկսվել, դեռ չունենք, այսինքն չունենք ինքը պիլոտի շրջանակներն է սկսվել, նոր նախագծված է, բայց դեռ ցավոք սրտի արդյունքներ չունենք։ Այս զուտ էս երկուսը, իսկ այն ձեր մյուս դիտարկումը ամբողջությամբ կիսում եմ եւ պիլոտի տրամաբանությունը էս դրանում է, բայց ոչ թե անգամով է, եթե չեմ սխալվում, այլ եկամտի չափով, երբ որ առաջարկ է տեղի ունենում քաղաքացուն եւ դա էլ այստեղ մի ուրիշ բան էլ կա, որ մենք դա էլեկտրոնային գործիքի միջոցով ենք ուզում իրականացնել մեր Եվորք թվային համակարգի եւ ըստ էության տեղի ունենում մերժում իհարկե խոսքը այնպիսի աշխատանքի մասին պիտի լինի, որը հնարավոր է անել աշխարհագրորեն եւ այլ պայմաններով, բարձա որ օրինակ, չգիտեմ, Գորիսից Երևան, որ աշխատանք չես առաջարկելու, պետք է առաջարկես ինչ որ աշխարհագրության շրջանակներում։ Այդ Գորիսի օրինակն էլ բերում եմ, որովհետեւ պիլոտը այնտեղ նաեւ այնտեղ է տեղի ունենում։ Դա ըստ էության համարվելու է եկամուտ այդ քաղաքացուն, որից ինքը հրաժարվել է։
Եթե հրաժարվել է, ուրեմն կամ ունի այդ եկամուտը, այլ եւ չի հայտարարագրում որևէ կերպ, կամ չի ուզում աշխատի, տարբերությունը շատ մեծ չի եւ խոսքը իհարկե աշխատունակ քաղաքացիների մասին է, բայց իհարկե նորից եմ կրկնում, այդտեղ որոշակի փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա, որը հնդածս կանենք եւ մինչեւ ամբողջ երկրում տարածելը։ Ինչ վերաբերում է դահայքի ծրագրին, նայեք, ես այո հիմա չունենք, եղել է եւ փակվել է, բայց մենք ունենք ժողովրդագրության ռազմավարություն, որի շրջանակներում պետք է ընդունենք միջոցառումների ծրագիր եւ մենք հենց հիմա միջոցառումների ծրագրի քննարկումների մեջ ենք մեր գործընկերների հետ, որը իհարկե պետք է նաեւ միջգերատեսչական հավանություն ստանա, որը նաեւ քանի որ դա ենթադրում է այլ գերատեսչությունների նաև աշխատանք եւ նաև ենթադրելու է ֆինանսավորում, որը կարող է չլինել մեր այս բյուջեում, մենք այնտեղ նորից նմանատիպ մի ծրագիր հնարավոր է առաջարկենք, չեմ ուզում առաջ ընկնել իրադարձությունից, որովհետեւ պետք է նորից քննարկենք, բայց դա մի քիչ պետք է ավելի լավ նախագծված լինի, սկսած նրանից, որ այդ հայակները պետք է հավաստագրվեն, որոշակի բազային հմտություններ, գիտելիքներ ունենան, իհարկե նաև պարզա թափանցիկ գործ են, այսինքն հարկեր վճարվի դրանից եւ այո, դա երկու հարց կլուծի կրկին, ինչպես անձնական օգնականի դեպքում զբաղվածության եւ նաեւ երկու հոգու զբաղվածության ըստ էության մոր եւ դայակի, չասած որ երեխան էլ հուսալի ձեռքերում կլինի, հուսով ենք։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։